Ահա թե ինչպես են հում նավթից ստանում դիզելային վառելիք եւ բենզին։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Սկզբում նավթը հանում են երկրի ընդերքից, այնուհետև այն տաքացնում են մոտավորապես 370 աստիճան Ցելսիուսի ջերմաստիճանի։ Դրանից հետո նավթը գնում է հատուկ թորման աշտարակ։ Աշտարակի ներսում նավթը վերածվում է գոլորշու։ Թեթև նյութերը բարձրանում են վերև, իսկ ծանր նյութերը մնում են ներքևում։ Ամենավերևում առաջանում է նավթային գազ, որը օգտագործվում է գազի բալոնները լիցքավորելու համար։ Մի փոքր ներքևում գտնվում է բենզինը, որոնցով լիցքավորում են ավտոմեքենաները։ Հաջորդ շերտում առաջանում է նավթան, որը անհրաժեշտ է պլաստմասների արտադրության համար։ Դրանից հետո գալիս է պարաֆինը, որը կիրառվում է կերոսինների, ինքնաթիռների վառելիքի արտադրությունում։ Ավելի ներքևում ստանում են դիզելային վառելիքը, որը օգտագործվում է բեռնատարների, ավտոբուսների եւ որոշ թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Հաջորդիվ առանձնանում է մազութը, վառելիք, որը կիրառվում է արդյունաբերություններում եւ էլեկտրակայաններում։ Ավելի ներքև կարելի է գտնել քսայուղերը, որոնք նվազեցնում են շփումը շարժիչներում։ Իսկ ամենացածր հատվածում մնում է բիտումը, որը հայտնի է նաեւ որպես ասֆալտ եւ անհրաժեշտ է ճանապարհաշինության համար։ Մեկնաբանությունում գրիր, գիտեիր այսքանը։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Շնորհակալություն։